Գարեգին երկրորդն այլևս ամենայն հայոց կաթողիկոս չէ վարչապետ Փաշինյանի համար։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհափառին ուղղված զավակ ունե կամ պատասխան հարցից հետո Փաշինյանը նրան է դիմում աշխարհիկ անուն ազգանունով։ Գարեգին երկրորդը խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է եւ եթե Գարեգին երկրորդը փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի, Գարեգին երկրորդը չի կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Նիկոլ Փաշինյանը 11-րդ օրն է շարունակում է հակակաթողիկոսական արշավը, այժմ արդեն հստակ պնդմամբ։ Եկեղեցին պետք է ունենա նոր կաթողիկոս, որի բարեվարկությունը ստուգված կլինի ընտրություններից առաջ։ Սրան հասնելու համար վարչապետը կոչ է անում հավատավորներին։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու քայլեր Նիկոլ Փաշինյանը դեռ չի շարադրել։ Չի պատմել նաեւ, թե ինչ ճանապարհով է նրան հայտնի դարձել, թե կաթողիկոսը զավակ ունի։ Մայրաթորից հոգեվորականներ են արձագանքում լայնածավալ պատերազմական գործողություններին հակահարվածի տրամադրվածությամբ։ Ժողովրդին բախման եք տանում, Սուրբ եկեղեցու բակն է կարյամբ ուզում լցնել, գրում է Ասողիկ Աբեղա Կարապետյանը։ Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում պետական մակարդակով։ Ուր եք երկրի համապատասխան կառույցներ, որտեղ եք պետական ներկա ու նախկին գործիչներ, падգամավորներ եւ մնացյալ հանգամանավոր անձեր։ Միթե այդքան կույր եք եւ այդքան խուլ։ Մայրաթորի թանգարանների ու արխիվի տնօրենը շեշտում է, ոչ մի եկեղեցական թույլ չի տա, որ մեջբերում պիղծ անձերը ազգընտիր հայրապետի վրա սուր բարձրացնեն։ Տեր Ասողիկ Աբեղան նաև ակնարկում է, որ չկա մի սրբազան, որ կհամաձայնի Գարեգին երկրորդի փոխարեն կաթողիկոսի գահին հավակնել։ Հայոց եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն եւ տիրոջ օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն։ Հայոց եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է, պատրաստ նահատակվելու։ Մայրաթորից պաշտոնական որևէ հայտարարություն չի հնչելի պատասխան վարչապետի վերջին պնդման, թե կաթողիկոսը պետք է ազատի Վեհարանը։ Հոգևոր վերնախավը նոր ժողովի չի հավաքվել։ Քամին մրսեց։ Միքայել Սրբազանն այսքան թեթև է վերաբերվում տեղի ունեցողին։ Եվ ձեզ տրված չի դադելու իրեն։ Իր դադավորը Աստված է։ Դուք Աստծո տեղ եք դրել ձեզ։ Արքեպիսկոպոս Հաջապահյանը պնդում է այնինչ իշխանությունն անում է Աստծո կամքին դեմ է։ Իրենք մեղավորներ են, այո, Միքայել Սրբազանը չի հերքում, բայց բացատրում է Աստված է այդպես որոշել, թե չէ հոգևորականների գործը իր հրեշտակներին կհանձնարարեր։ Քանի անգամ ասենք, մենք սուրբեր չենք։ Եկեղեցին ղեկավարվում է անսուրբ մարդկանց կողմից։ Այդպես է կամեցել Աստված։ Իշխանության ու իրենց միջև վիհը խորանում է, դարձի գալու նշաններ չկան։ Արձանագրում է Շիրակի թեմի առաջնորդը, չի բացառում, որ ակցիաներ կսկսվեն Մայրաթորի տարածքում ու անհանգիստ չէ։ Դուք ուրեմն աննախադեպ ինչ-որ բան եկեղեցում տեսնում եք, ինչ-որ շարժ, բան, որ հոգևորականները չգիտեմ ինչ բարիկադներ են սարքում, ինչ-որ դիրքավդ բան կա, եկեղեցին հանգիստ շարունակում է իր առաքելությունը։ Գարեգին երկրորդ կաթողիկոսին գահից իջեցնելու միջանք արդեն տապալվել է։ Փաշինյանի իշխանության գալուց հետո անմիջապես Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը ձևավորվեց։ Մի խումբ ակտիվիստներ ու նրանց թվում նաև մի քանի հոգևորականներ բորբոքված պնդում էին Գարեգին երկրորդը կոռումպացված է, բիզնեսներ ունի, որ կուսակրոնության ուխտի հետ խնդիր կա, այս մասին ոչ մի խոսք չկար։ Ակտիվիստները նաև գործողությունների էին դիմում, քաշքշում են գնդևանք ուխտի մեկնած վեհափառին, շրջափակում նրա մեքենան, մտնում են դիվանատուն նստացույցի։ Նոր վեհափառ պահանջող այս խմբի գործողություններին արձագանքում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Մենք այստեղ ներեկեղեցական խնդրի հետ գործում ենք։ Առայժմ դա դուրս չի եկել եկեղեցու սահմաններից իմ տպավորությամբ։
Փաշինյանի իշխանության առաջին 2 տարում մինչև 44-օրյա պատերազմը փոխադարձ կսմիթներ կային, բայց ընդհանուր առմամբ վեհափարն ու վարչապետը երևում են միասին ժպտում։ Նիկոլ Փաշինյանն իր ծննդյան տորթի մոմերն է փչում մայրաթոռում, նվեր ստանում Գարեգին II-ից։ Միակ նվերի հեղինակը, որը ես չկարողացա չընդունել, վեհափար հայրապետն էր, ով ինձ նոր կտակարան նվիրեց։ Պատերազմից ուղիղ 1 ամիս անց եկեղեցին միացավ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին, դա ձևակերպեցին որպես հայրական հորդոր։ Էջմիածինը պնդում էր քաղաքականության հետ գործ չունեն, ազգային շահն է մղում։ Եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցության։ Հետո մայրաթոռի arczepiskopos-ը հանրապետության գլխավոր հրապարակում վարչապետի հրաժարականներ պահանջում։ Ճիշտ է, Բագրատ Սրբազանի հոգևոր ծառայությունն այդ ժամանակ մայրաթոռը կասեցրեց։ Այժմ հոգևորականները վստահ են, որ Էջմիածնում Փաշինյանի սկսած հեղափոխության պատճառը հենց իր հրաժարականի պահանջն է։ Որովհետև եկեղեցին իրեն ասել է աչքիդ վերևը հոնք կա։ Նիկոլ Փաշինյանն այսօր, երբ ինքն իր համար արդեն գահընկեց է արել վեհափարին, շեշտում է այս ամենն անում է, որովհետև խանդաղատանքով է վերաբերվում հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, ուստի նորընտիր կաթողիկոս է պետք։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսը շաբաթ օրը Հայաստանի առաջին նախագահին ընդունելուց, նրա աջակցությունն ստանալուց հետո մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության հանդիպումներ ունի Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու ու Հայոց ջեմարանի հոգաբարձուների հետ։